Հարգելի ընտրությունների միջոցով Հայաստանի Հանրապետությունում բան փոխել ցանկացողներ կամ ոչ հարգելի, ավելի ճիշտ։ Կա մեկ պարտադիր, բայց ոչ բավարար նախապայման։ Որպեսզի ընտրությունների միջոցով Հայաստանի Հանրապետությունում բան փոխվի, նախ ընտրությունների միջոցով Հայաստանի Հանրապետությունում երբեք բան չի փոխվել, բայց որպեսզի ակնկալել, ռացիոնալ ակնկալիք առաջանա, որ կարող է ինչ-որ բան փոխվել, անհրաժեշտ է Փաշինյան Նիկոլին, Փաշինյան Նիկոլի թիմակիցներին հաղթել խոսքով։ Սա կարևոր, բայց ոչ բավարար նախապայման է։ Այնտեղ էլի պայմաններ կան։ Բայց սա ամենակարևոր նախապայմանն է։ Դու պիտի Փաշինյան Նիկոլին հաղթես խոսքով։ Հաղթես խոսքով ոչ թե սովորես ժամանակակից հայերեն ասած կռուտիտները, խաբեությունը, մանիպուլյացիան, այլ դու պիտի ավելի արդար լինես, քան թե Փաշինյան Նիկոլը։ Սա շատ կարևոր է։ Ու սա զգում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Դու պիտի այնպիսի խոսույթով հանդես գաս, քո ապրած կյանքը պիտի թույլ տա, որպեսզի դու այնպիսի խոսքով հանդես գաս, որ նույնիսկ Փաշինյան Նիկոլի թիմակիցը, Փաշինյան Նիկոլի համախոհը հասկանա, որ դու ավելի արդար կկառավարես պետությունը, քան թե իր ղեկավարը։ Որ Փաշինյան Նիկոլի թիմակիցը կանգնի դիլեմայի առաջ, մի կողմից կորպորատիվ կուսակցական շահն է, մյուս կողմից արդարությունը։ Հիմա եկեք հասկանանք, հարգելի բարեկամներ, Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած վերջին համապետական ընտրություններում, տեղական ինքնակառավարման ընտրություններում հաղթում են Փաշինյան Նիկոլին խոսքով, հաղթում են Փաշինյան Նիկոլի թիմակիցներին խոսքով, թե չեն հաղթում։ Փաշինյան Նիկոլը դավաճան է, ասում են, այն մարդիկ, ովքեր վերջին տարիների ընթացքում կամ այն մարդիկ, ում ղեկավարները վերջին տարիների ընթացքում ներկայացված են եղել, ում թիմակիցները վերջին տարիների ընթացքում ներկայացված են եղել Հայաստանի Հանրապետության պարլամենտում։ Պարզ չէ, որ դաշնակ մաշնակները կամ իրենց հետ աֆիլացված մարդիկ, ուժերը չեն կարող Փաշինյան Նիկոլին մեղադրել դավաճանության մեջ, որովհետև իրենք ևս դավաճանության մաս են կազմել։ Պարզ չէ այս ճշմարտությունը։ Հայաստանի պատմության մեծագույն ողբերգություններից մեկը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբեր Պրահա, գից 2023 թվականի սեպտեմբերի 19-20-21 Արցախի էթնիկ զտում։ Կասեք այդ ժամանակ պարլամենտում ընդդիմադիրներն ովքեր էին։ Հիմա պարլամենտում, պարլամենտի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները արդյոք բարոյական իրավունք ունեն Փաշինյան Նիկոլին մեղադրելու դավաճանության մեջ, բա դուք ինչ էիք անում։ Երբ Փաշինյան Նիկոլը 22 թվականի հոկտեմբերին Արցախն էր ճանաչում Ադրբեջանի կազմում, հոկտեմբերի 7-ին, 8-ին, 10-ին, կասեք ձեր գործողությունները։ Չէ՞ որ դուք վերահսկելու պարտավորություն եք ունեցել։ Երբ Փաշինյան Նիկոլը Արցախը ճանաչելով հանդերձ Ադրբեջանի կազմում սեպտեմբերի 2-ին շնորհավորում էր Արցախահայության անկախության տոնի կապակցությամբ, կասեք այդ ժամանակ դուք ուռապատրիոտ դաշնակ մաշնակներ եւ հանրապետականներ, կասեք ինչ էիք անում, այսինքն Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում եւ շնորհավորում է Արցախահայության անկախության տոնի կապակցությամբ, այդ ժամանակ դուք կասեիք ինչ էիք անում, սեպտեմբերի 2-ին, ձեր ջոչերը, ես կասեմ, նրանք ասում են հələ նայեք ինչքան բացեք նայեք այդ մարդկանց հոդվածները, խոսքերը,
ասում էին հələ նայեք ինչ վախվորած է շնորհավորում Արցախահայությանը, այնիշ պիտի ասեին, ես ինչ ավանտյուրայի մեջ ես մտցնում։ Հիմա դուք այդ դավաճանության մաս չեք կազմել։ Երբ որ դուք իրականացնում եք սրիկա վիժվաստեր, դուք իրականացնում եք մինի հեղաշրջում Արցախում եւ բերում եք մեկին, ով ձեռքը դնում էր սահմանադրության վրա եւ ասում էր երթվում եմ գործել հանուն մոտավորապես եմ մեջբերում ինքնիշխանության եւ անկախության։ Արցախը Ադրբեջանի կազմում է ճանաչել։ Ստորագրել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որի 4-րդ կետում ամրագրված է, որ Արցախում պիտի զինված հայ տղամարդ չլինի։ Ու այս անմեղ սունդակին են բերել, նա դուրս է գալիս, որպես Արցախի նախագահ ասում է երթվում եմ պաշտպանել Արցախի անկախությունը, ինքնիշխանությունը։ Եվ դուք ուզում եք ասել, որ այս դավաճանությունը միայն Փաշինյան Նիկոլն է արել։ Բա երբ որ ձեր մարտիկ թիմակիցները դուրս են գալիս, Փաշինյան Նիկոլին մեղադրում են դավաճանության մեջ, բնական է։ Սովորական քաղաքացին նայում է այս ամենը, ինքը զգում է, որ դուք կեղծում եք։ Ինքը զգում է, որ դուք սուտ եք խոսում։ Դրա համար ընտրություններում տեղի ունենում այսպիսի արդյունքներ։ Ինչպիսին տեղի ունեցավ ընտրություններում արձանագրվում են արդյունքներ, ինչպիսին տեղի ունեցավ, ինչպիսիք արձանագրվեցին վաղար շաբաթում։ Դուք չեք կարող Փաշինյան Նիկոլին խոսքով հաղթել, հասկանում եք։ Դուք չեք կարող, որովհետև Հայաստանի Հանրապետությունում կար կեղտոտ գործ անելու եւ ձեր ղեկավարներն են Փաշինյան Նիկոլին բերել իշխանության։ Ազգային անվտանգության ծառայության միջոցով ես խորը հավատ ունեմ, որ դուք եւս ձեզանից շատերը ազգային անվտանգության ծառայության գործում են առնվազն ազգային անվտանգության ծառայության վերահսկողության տակ, եթե չասեմ ուղիղ գործակալներ են։ Դուք ինչպես պիտի Փաշինյան Նիկոլին հաղթեք։ Խոսքով ինչպես պիտի հաղթեք։ Ու ամեն անգամ ընտրություններից առաջ մի ապոկալիպտիկ տեսարաններ խոսքով են հանդես գալիս, այս ընտրությունները ամենակարևորն են, սա են, նա ինչն է կարևոր։ Վաղար շաբաթի ընտրությունները ինչն է կարևոր։ Կհաղթեր, չէր հաղթի, հաղթածին կմտցներ իր տակը, չէր ստացվի կդատեր։ Այդ ինչ մի դարակազմիկ բաներ կախված վաղաշաբաթի ընտրություններով։ Այդ ինչ էր, այդ ինչ մի բաներ կախված վաղաշաբաթի ընտրություններից։ Քիչ է արել։ Սյունիքի մարզից սկսած մինչև Ալավերդի, քիչ է արել։ Քսաներեք թվականին Երևանում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման ընտրություններ։ Բացարձակ մեծամասնություն չուներ Փաշինյան Նիկոլը։ Բայց Ավինյան Տիգրանը դարձավ քաղաքապետ։ Մեկ տարի անց Ավինյան Տիգրանին հնարավոր է անվստահության գործընթաց սկսել եւ հեռացնել քաղաքապետի պաշտոնից։ Երբ պաշտոնավարումը անցնում է 1 տարին, 1 տարուց հետո հնարավոր է այդ գործընթացը սկսել։ Քաղաքացիական պայմանագիրը չունի մեծամասնություն։ Քաղաքացիական պայմանագիր պլյուս հանրապետություն կուսակցությունը իրար հետ էլի չունեն մեծամասնություն։ Բազմաթիվ առերևույթ կոռուպցիոն հանցավոր գործընթացների մեջ է հատախված այս անձնավորությունը։ Հիմա հարց է առաջանում։ Այդ գործընթացի չսկսումը Զադերշկան ինչով է պայմանավորված։ Ասում են այնտեղ երկու բան կա, ավագանի կա, դոգից։ Իշխանությունը դրանց գնել է, առել են, իրենք չեն միանա այդ գործընթացին, հետևապես ունեն բացարձակ մեծամասնություն։ Դուք էլ հետ առեք։ Ինչ է նշանակում այնտեղ երկու հոգի կան։ Այդ գործընթացը սկսելու համար պետք է 22 ավագանի, որպեսզի հարցը մտնի օրակարգ։ Դուք հարցը մտցրեք օրակարգ։ Տեսնենք ով է կողմ, ով է դեմ։ Դուք հարցը մտցրեք օրակարգ, բերեք հիմքերը, միգուցե ԿՊ-ից էլ կմիանան։ Այմարդ արեք թող ոչ ոք չմիանա այդ ամենին։ Արեք թող ժողովուրդը տեսի, դա ձեր պարտավորությունն է։ Իսկ կարող է դոգի կուսակիցներին գնելուց առաջ ձեզ են գնել։ Կարող է այդպիսի բան լինի։
Կարող միջև դոգի կուսակցության անդամներին կամ ինչպես դուք եք ասում, միջև դոգի կուսակցությունը կգնեին, ձեզ վաղուց գնել էին։ Այսինքն դուք ուզում եք, որպեսզի նոտարական հաստատված փաստաթղթեր լինեն, որ ահա այս գործընթացը սկսելուց առաջ ռիսկեր ընդհանրապես չկա, հա, 100%-ով գործընթացը կսկսվի եւ բան կլինի, քաղաքապետին անվստահություն կհայտնեն։ Երբ որ քաղաքապետը ընտրվում է, ինչ որ քաղաքական գործիչ ընտրվում է քաղաքապետ, հետեւաբար նա այդ պահին ունի ձայների բացարձակ մեծամասնությունը կամ հարաբերական մեծամասնությունը։ Բայց սահմանադրությունը, տեղական ինքնակառավարումը տալիս է հնարավորությունը, այս դեպքում թիմ օրենքը, որ առերևույթ կոռուպցիոն, վստահության պակասի դեպքում այդ գործընթացը սկսել։ Այս ինչ ստեր եք դուք ուզում եք ստի չափով Փաշինյան Նիկոլի հետ համեմատվեք, մենե խափում է էլի։ Հիմա դուք չեք սկսում այդ գործընթացը, բայց ակնկալում եք, որ ինչ որ ընտրությունում պիտի Փաշինյան Նիկոլին հաղթեք, դուք այդ գործընթացը չեք սկսում, որովհետև այդ գործընթացը սկսելու թույլտվություն չունեք։ Սա է ողջ պատճառը։ Բազմաթիվ հանցագործություններ արել է Փաշինյան Նիկոլը, պարլամենտում, որպեսզի սկսվի գործընթաց, այդ անվստահություն հայտնելու հարցը մտնի օրակարգ, պետք է 1/3-ը, պատգամավորների 1/3-ը, չի մտնում օրակարգ, հասկանում եք, հարգելի բարեկամ, չի մտնում, ֆիկտիվ գործընթաց են սկսել դաշնակ մաշնակները, ուռապատրիոտները, եւ Փաշինյան Նիկոլին ուզում են անվստահություն հայտնել, որովհետեւ Փաշինյան Նիկոլը խախտել է կառավարության ծրագիրը։ Դուք հասկանում եք սրանց ամորալությունը։ Փաշինյան Նիկոլը ով այսքան աղետ է բերել, ուզում են Փաշինյան Նիկոլին անվստահություն հայտնել, որովհետեւ կառավարության ծրագիրը խախտել է։ Այն ծրագիրը, որին իրենք դեմ էին։ Այսինքն իրենք դեմ են, բայց քանի որ դեմ այդ ծրագիրը խախտել է, իրենք ասում են անվստահություն ենք հայտնում քեզ։ Ու այս սրիկաները Փաշինյանին բան են անում, մեղադրում են այսքան աղետներ բերելու մեջ, բնականաբար Փաշինյան Նիկոլն էլ պիտի հակադարձի, եւ այդ հակադարձումը պիտի ժողովրդի մի մասի կողմից ընդունելի լինի։ Ընդունելի պիտի լինի։ Կեղծ հեղափոխություն է եղել, այն մի երիտասարդ կա գնաց է հասել է Թակեր Քալսենի մոտ, ասում է մի ժամանակ Փաշինյանը ժողովրդավար էր, հիմա այլևս ժողովրդավար չի, այդ երբեր ժողովրդավար, եղբայր, երբեր ժողովրդավար, այս 2 միլիոնից ավել մարդուն խաբելու միջոցով վարչապետ կարգված Փաշինյան Նիկոլը երբ եղել ժողովրդավար։ Այդ գնաց է հասել ես Ամերիկա, որ այսպիսի բաներ իլուր աշխարհի ասես, ազգայնական լոզունգներով վարչապետ դարձած տականքը հիմա 91 թվականի փաստաթղթերով Արցախը Ադրբեջանի կազմում է ճանաչում, միջազգային մասշտաբի հանցագործը ոնց կարող է ժողովրդավար լինի։ Թե ժողովրդավար էր այն ժամանակ, երբ ցույցում էր տալիս մարդկանց սրան փագել, սրան չփագել, այդ ժամանակ էր ժողովրդավար։ Թե կուսակցություններ լուծարում փաստացի այդ ժամանակի, էսի չէր եք խոսում։ Ու դուք ուզում եք Փաշինյան Նիկոլին հաղթել։ Ասում է հрьяաներն են, հрьяաների միջոցով են ադրբեջանցիները մեզ հաղթել, մոտավորապես այդպիսի մի բան է ասում։ Հрья օպերատորները, բաները, դրոն օպերատորներ, ժուրնալներում գրված է եղել։ Ասի սա հո բանի չէ, սա հո 5-րդ ալիքի կամ 168-ի լրագրողին դու չես ինտերվյու տալիս, քեզ ամբողջ աշխարհն է նայում։ Խոսել չգիտես, չխոսել էլ չգիտես։ Այս խոսքով եք դուք ուզում Փաշինյան Նիկոլին հաղթել։ Դե մի բանակ կա Հայաստանի Հանրապետությունում, ասում է բան է։ Մենք պայքարում ենք Պակիստանի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Իսրայելի դեմ։ Պլյուս իշխան եղավ Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, Իսրայել, 4 պետությունների դեմ ենք կռվել։ 4-ից 2-ը ատոմային տերություններ։
44 օրերի ընթացքում Հայաստանը կռվել է 4 պետությունների, այդպիսի մարդիկ կան։ Եթե իսկապես Հայաստանը 44 օրերի ընթացքում 4 պետությունների դեմ է կռվել, Փաշինյան Նիկոլին պետք է շնորհել գեներալ Իսիմուսի զինվորական աստիճան։ Բայց չէ, ու այդ մարդիկ, այդ ներկայացուցիչները արերևույթ դեմ են Փաշինյան Նիկոլին։ Լավ է, ամորալությունը ինչքան պիտի շարունակվի։ Այս դեբիլությունը ինչքան պիտի շարունակվի, հարգելի բարեկամներ։ Ինչքան դուք պիտի սա անեք։ Դուք խաղալու եք այս խաղը, դուք նույն օղակի մեջ եք գտնվում։ Դուք խաղալու եք այնքան ժամանակ, մինչև ստիպված չլինեք այն ավարտել։ Դուք այս ամենը անելու եք նաև 26 թվականին։ Այս խաղը իշխանություն, ընդդիմություն, իրար հետ պասերով դուք անելու եք նաև 26 թվականին։ Չի եղել Հայաստանի Հանրապետությունում որևէ հանցագործություն, որը չի լեգիտիմացվել ձեր կողմից։ Չկա այդպիսի հանցագործություն, պետական հանցագործություն, որը չի լեգիտիմացվել ձեր կողմից։ Ու դուք դուրս եք գալիս, մեղադրում եք Փաշինյան Նիկոլին ինչ-որ հանցագործության մեջ։ Բա դուք մաքուր եք։ Ժողովուրդը պիտի լսի, Փաշինյան Նիկոլի համախոհը պիտի լսի ու հասկանա, որ այս մարդով Փաշինյան Նիկոլին դեմ է, ավելի արդար է, քան ինքը Փաշինյան է։ Եվ այդ դիլեման պիտի լինի իր մոտ, այդ երկընտրանքը, այդ ալտերնատիվան պիտի առաջանա։ Իսկ երբ որ ձեզ է լսում, այդ ալտերնատիվան չի առաջանում, որովհետև դուք կեղծում եք, հասկանում եք։ Այս ողբերգությունը միայն Փաշինյան Նիկոլը չի բերել։ Այնտեղ գեներալներ կան, հիմա ընդդիմադիր կուսակցության բարձրագույն մարմնի ներկայացուցիչներին, բա որ Փաշինյան Նիկոլը դավաճան էր, իրեն ենթակա գեներալները դավաճան չէին։ Այդ Տիրան Խաչատրյանը, որ ենթարկվում էր Փաշինյան Նիկոլին, եթե Փաշինյան Նիկոլը դավաճան է, ինքը դավաճան չի, վաղը միսօր Արծրուն Հովհաննիսյանն էլ կմասնակցի ինչ որ ընդդիմադիր շարժմանը։ Արթուր Դավթյանն է արդեն մասնակցում։ Բաղկուսակցություն կարող է հիմնել եւ այսպես շարունակ։ Դու Արթուր Դավթյանը կմասնակցի ինչ որ ընտրությունների, կասի դե պարտվեցինք մենք։ Ասենք մենք պարտվեցինք։ Ինչպես կարող է հարգելի բարեկամներ մի հոգին այսքան հանցագործություններ անի, եթե չունի ինքը համակարգի մեջ աջակիցներ։ Ինչպես կարող է։ Հիմա այդ աջակիցները դուրս են եկել եւ ընդդիմություն են խաղում։ Եվ բնականաբար, բարբերաբար պիտի տեղի ունենան այսպիսի արդյունքներ։ Վաղաշապատի նման։ Սա ձեր սնդանկության, սա ձեր սրիկայության, սա ձեր դավաճանության ու ամենակարևորը լիցեմերության հետևանքն է։ Այս համակարգը անպայման փլվելու է։ Այս համակարգը այն փլելու է կամ հայը, կամ հայ ձեռքով է այն ընկնելու, կամ օտարի ձեռքով, դա Աստված հայի ձեռքով։ Իսկ եթե ոչ, իսկ եթե դուք այդ հային խեղդեցիք ձեր փողերով, ձեր վաճառված ժուրնալիստներով, ժուրնալիստը չեն, դրանք ինչ ժուրնալիստ, վաճառված լրագրողներով, ձեր բանդաներով, այս համակարգը կընկնի օտարի ձեռքով։ Կընկնի օտարի ձեռքով։ Ու թող օրհնվի այն օրը, երբ համակարգը կփլուզվի։ Թող օրհնվի այդ օրը։ Ես ձեր տիրոջ մերը